Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին եւ կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ Ես պատմության առաջին նախագահն եմ եւ դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման բան նախկինում չի եղել, ոմանք հրաժարական տվեցին հանրաքվեում պարտվելուց հետո, ոմանք ցավոք մահացան պաշտոնում, մյուսները պարտվեցին ընտրություններում եւ չկարողացան առաջադրվել, իսկ մյուսները նախընտրեցին չանել դա, ասել է նա։ Մակրոնը վստահեցրել է, որ այժմ միայն նախատեսում է ավարտել այս մանդատը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կմասնակցի Հռոմի Պապ Լեո 14-րդի գահակալության արարողությանը։ Այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քարնին Հռոմում կլինի մայիսի 16-ից 18-ը։ Իտալիա կատարած այցի ընթացքում վարչապետը մտադիր է նաև հանդիպումներ ունենալ օտարերկրյա առաջնորդների հետ, ովքեր կմասնակցեն գահակալության պատարագին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պապական տան պրոֆեկտուրան, մայիսի 18-ին տեղի կունենա Հռոմի Պապ Լեո 14-րդի գահակալության արարողությունը։ Կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը մայիսի 8-ին կարդինալների քոլեջի կողմից ընտրվել է Հռոմի նոր Պապ։ Այսպիսով նա հաջորդեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, ով մահացավ ապրիլի վերջին։ Եվրամիությունը պատրաստվում է շաբաթների ընթացքում բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը, ինչը կհարվածի Կիևի տնտեսությանը Ռուսաստանի դեմ պայքարի վճռորոշ պահին։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը։ Եվրամիության եւ Ուկրաինայի միջև հատուկ առևտրային համաձայնագրերի ժամկետը լրանում է հունիսի 6-ին, եւ Եվրամիությունը նախատեսում է դրանք փոխարինել անցումային պայմանավորվածություններով, մինչ երկու կողմերը թարմացնեն իրենց ընդհանուր առևտրային համաձայնագիրը։ Անցումային առաջարկը կտրուկ կնվազեցնի Ուկրաինայի գյուղատնտեսական ապրանքների համար առանց մաքսատուրքերի քվոտաները։ Եվրախորհրդարանի առևտրի հանձնաժողովի նախագահ Բերնդ Լանգեն սա վատ ազդանշան է անվանել Ուկրաինայի համար։ Նրա կարծիքով լուծման որոնումները կձգձգվեն առնվազն մինչև հոկտեմբեր։ Ուկրաինական հակամարտության ամենալարված տարածքները շարունակում են մնալ Դնեպրոպետրովսկի մարզի սահմանը, ինչպես նաև Ռուսաստանի սահմանամերձ շրջանները։ Այս մասին Լենտա.ru-ին հայտնել է կապիտան Վասիլի Դանդիկինը։ Նրա խոսքով մարտեր են ընթանում սահմանին Կուրսկի եւ Բելգորոդի շրջաններում։ Նա հավելել է, որ Դնեպրոպետրովսկի շրջանի սահմանին ռուսական զորքերին մնացել է 1 կիլոմետրից էլ քիչ տարածք։ Դանդիկինը պնդում է, որ ուկրաինական կողմը շարունակում է լքել բնակեցված տարածք։ Փորձագետն ընդգծել է, որ մարտերը շարունակվում են եւ մնում են ինտենսիվ ու բարդ։ Իրանն առաջարկել է ուրանի հարստացման համատեղ ձեռնարկություն ստեղծել արաբական այլ երկրների եւ ամերիկյան ներդրողների հետ, գրում է The New York Times-ը։ Ըստ թերթի նման կոնսորցիումի ստեղծումը պետք է այլընտրանք դառնա Վաշինգտոնի Թեհրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու պահանջին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այդ գաղափարն առաջարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկովին մայիսի 11-ին երկու երկրների բանակցությունների ժամանակ։ Դեռ պարզ չէ, թե որքան հնարավոր է տարածաշրջանային միջուկային ձեռնարկությունը, եթե այն ներգրավի Իրանին եւ նրա երկու ամենամեծ մրցակիցներին՝ Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին, նշվում է հոդվածում։ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հյուսիս-արևմուտքի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարանվել անկլավի վարչական կենտրոնում գտնվող անվտանգ տարածքներ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Իսրայելի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։ Բոլոր նրանք, ովքեր ապրում են Ջաբալիայում, Թել Էլ-Զաաթարում, Շեյխ Զայեդում, Ան-Նուրում, Աս-Սալամում եւ Ալ-Ռաուդում, վերջին նախազգուշացումը։ Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում է հարվածել այն տարածքներին, որտեղից հրթիռներն արձակվել են, ուստի ձեր անվտանգության համար խնդրում ենք ձեզ անհապաղ տարանվել Գազա քաղաքում տեղակայված անվտանգ տարածքներ, գրել է Էդրին X-ում արաբերենով։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակն իր գրառումը ուղեկցել է քարտեզով, որտեղ կարմիր գույնով պատկերված են հարձակման ենթակա տարածքները եւ տարհանման ուղղությունը։ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին եւ Ջաբալիա Ալ-Բալադ շրջանին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Քաթարյան Ալ Ջազերա հեռուստաալիքը։ Մայիսի 14-ի գիշերը անկլավի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը, ինչպես հաղորդվում է, գերազանցել է 50-ը։
Ավելի վաղ իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսարևմտյան շրջանների բնակիչներին կոչ է արել անապահ տարանվել անկլավի վարչական կենտրոնում գտնվող անվտանգ շրջաններ։ Որոշումը հաջորդել է Գազայի հատվածից հրեական պետության գնդակոծմանը Պաղեստինյան իսլամական ջիհադ արմատական կազմակերպության ռազմական թևը Սարայա Ալ-Քուդս Երուսաղեմի ընկերությունների խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կկենտրոնանա ռազմական ծախսերի ավելացման եւ արտադրության ավելացման թեմայի վրա, այլ ոչ թե Ուկրաինայի ռազմական բլոկին միանալու մասին։ Այս մասին գրում է Bloomberg-ը, հղում անելով աղբյուրների նշվում է, որ գագաթնաժողովն ավելի կարճ է լինելու, քան նախորդները եւ դրա արդյունքներից հետո կողմերը կարճ հռչակագիր կընդունեն։ Ինչպես երևում է տեքստից, ՆԱՏՕ-ի երկրներն աշխատում են պաշտպանական ծախսերը մինչև 2032 թվականը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի, որպեսզի բավարարեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջները։ Միաժամանակ նշվում է, որ մինչ օրս ոչ մի երկիր չի ասել այս շեմին։ Ազգային ժողովում այսօր կրկին թեժ էր։ ԿՊԱ-ականները նյարդայնացան ընդդիմադիրների կողմից իրենց հասցեին ասված անհայրենիք դավաճաններ խոսքերից։ Իրավիճակը թեժացավ այն պահին, երբ Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանն իր ելույթում հիշեց օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիրների հասցեին արված վիրավորական արտահայտությունները։ Նաև ուզում եմ անդրադառնալ այն մեղադրանքներին եւ վիրավորանքներին, որոնք հնչեց Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ որ իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով ասма համբալներ։ Հիմա հաջորդ օրին կգնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալ էլի։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասма դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտարներ։ Ի պատասխան Լևոն Քոչարյանի ելույթի հանդես եկավ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, հորդորելով ընդդիմադիր падգամավորին ճանաչել չափերը։ Դիտողությանը հետևած լեզվակռվից հետո падգամավորների միջև քաշքշուկ սկսեց։ Դու լսի ես քեզ ինչ եմ ասում։ Արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղը դու լսի ինչ եմ ասում։ Ուրեմն լսի։ Ժողովուրդը ինչ է ասում ժողովուրդը երկրորդ նախագահ հանգստացի մի հատ ներտող դուրս արի ստեղից էլ էսի ձևը էսի լկտիությունը հանգստացեք մի հատ լրություն հարգելի գործընկերներ լրություն դահլիճում Ուրեմն ասում եք թե մարդիկ ինչ են ասում ասեմ թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին մարդիկ ասում են հայրը թուրք է բայց մենք երբեք դες բան ստեղից չենք ասում դες բան ստեղից բայց ասում են որ հայրը թուրք է անունդել են ասում են անհայրենիք դավաճան են դրանք Արցախը լքել են պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով թողե գնացել են։ Մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել։ Ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք դες բան չենք ասում ստեղից։ Չենք ասում դες բան ստեղից։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղը նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան է ասում։ Հիմա կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու։ Հանգիստ։ Քո խոսքը ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ։ Լսի դու տեղից խոսածողին չես կարող ընդհատես, տեղդ նստի։ Հանգիստ պահով եղը։ Հանգիստ։
ՀՀԿ-ն իմպիչմենտի գործընթացը ողջունում է եւ համարում ամենաիրատեսականը, որը կարող է հանգեցնել իշխանափոխության։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ այսպիսի տեսակետ է հայտնել ՀՀԿ խորհրդի անդամ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, սակայն կարծում է պետք է հանրային ճնշում լինի, որպեսզի գործընթացին միանան նաեւ ԿՊԱ-կանները։ Ապա անդրադառնալով խաղաղության խաչմերուկին Զաքարյանը նշել է, քանի որ հայտնի չէ թե ինչ տեսք ունի փաստաթղթում առկա 17 կետը, հետևաբար կարող է միայն ենթադրություններ անել։ Կարծում է, եթե դա լավ բան լիներ, ապա գաղտնիության փոխարեն կհանրայնացվեր։ Իսկ ինչի չի ստորագրվում Ադրբեջանի կողմից այդ լավ բան։ Սա արդեն նոր ավելի լուրջ մտահոգությունների է տանում, սա նշանակում է, որ Ադրբեջանը, ինչպես արդեն ասեցի, առաջին հարցին պատասխանելիս չի պատրաստվում այս իշխանությունների հետ ստորագրել։ Հաջորդ իշխանությունները կախված նրանից թե ովքեր կլինեն, եթե լինեն նորմալ ազգային քաղաքական ուժեր եւ կոնսոլիդացված կառավարություն, բոլոր ուժերի ներուժը համախմբող կառավարություն, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական եւ ինստիտուցիոնալ անցած ճանապարհը, նրա ռազմավարական նշանակությունը տարածաշրջանում եւ մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորությունը թույլ է տալիս ռազմավարական դաշնակցի շահերի հետ համադրությամբ եւ նաեւ արևմտյան գործընկեր պետությունների հետ ակտիվ երկխոսության միջոցով հասնել նրան, որպեսզի Ադրբեջանին եւս ձեռնտու լինի կամ Ադրբեջանի համար առնվազն անիմաստ դառնա ժամանակ ձգելը, որովհետեւ ժամանակ ձգել Ադրբեջանն էլ հասկանում, որ նոր իշխանության պայմաններում Հայաստանը ել ավելի է ուժեղանալու։ Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Կայացել է պաշտոնական դիմավորման եւ համատեղ լուսանկարման արարողությունը։ ԱԳՆ-ն հրապարակել է Եվրոպայի խորհրդի նախարարական 134-րդ նստաշրջանի համատեղ լուսանկարը։ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական դատական ֆարսի ընթացքում դատավորներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը թողնվել է առանց քննարկման։ Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 20-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ տնտեսության մեջ Սաուդյան Արաբիայի $600 միլիարդ ներդրման վերաբերյալ։ Փաստաթղթերը ստորագրվել են մայիսի 14-ին Ռիադում եւ ներկայացնում են երկրների միջև գործընկերության նոր ոսկե դարաշրջանը, հայտնել են Սպիտակ տանը։ Համաձայնագրերը ներառում են ներդրումներ ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներում եւ առողջապահական ծրագրերում։ Բացի այդ, ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան ստորագրել են $142 միլիարդ արժողությամբ ռազմական համագործակցության մեծ համաձայնագիր, որը նախատեսում է ամերիկյան արտադրության ժամանակակից սպառազինությունների եւ սարքավորումների մատակարարում Ռիադին, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ուսուցում եւ աջակցություն։ Բելգրադը հավատարիմ է Եվրամիությանը միանալու նպատակին եւ ցանկանում է արագացնել այդ գործընթացը, հայտարարել է Սերբիայի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպման շրջանակում։ Ալեքսանդր Վուչիչը նշել է, իր երկիրը ցանկանում է ավելի շատ բանակցություններ վարել միության հետ։ Նա խոստացել է, որ Սերբիայի կառավարությունը կաշխատի եվրոինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումներ կատարելու ուղղությամբ։ Համոզված եմ, որ մթնոլորտն այդքան էլ լավը չէ։ Մայիսի կապակցության Մոսկվայցից պատճառով այնուամենայնիվ հուսով եմ Եվրոպան կտեսնի մեր գրանցած առաջընթացը, նշել է Վուչիչը։ Անտոնիո Կոշտան էլ հայտարարել է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել Բելգրադ-Պրիշտինա երկխոսությանը։ Եվրոպական խորհրդի նախագահը նաև ընդգծել է, որ եվրոպական կողմի անվտանգային քաղաքականության համար կարևոր է Ուկրաինայում խաղաղությունը եւ այդ հարցում Կիևին աջակցելը։ Շվեյցարիայում կայացած հանդիպումներից հետո Միացյալ Նահանգները եւ Չինաստանը բեկումնային առևտրային եւ տնտեսական համաձայնագրեր են կնքել, սակայն մանրամասները դեռևս չեն համաձայնեցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք հանգստյան օրերին Չինաստանի հետ բեկումնային համաձայնության հասանք։ Երկկողմ ներդրումային ֆորումի ժամանակ ասաց Սաուդյան Արաբիայում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա ելույթը ուղիղ հեռարձակվել է ամերիկյան լրատվական հեռուստաալիքներով։ Մենք պետք է համաձայնության գանք
փոքր մանրամասների շուրջ խոստովանել է Թրամփը։ Նա պնդել է, որ ձեռքբերված համաձայնագրերի համաձայն Չինաստանը ըստ էության համաձայնել էր լիովին բացել իր շուկաները ամերիկյան բիզնեսի համար։ Այնուամենայնիվ Չինաստանը համաձայնել է բացվել Միացյալ Նահանգների առջև առևտրի եւ մնացած ամեն ինչի առումով, կարծում է Սպիտակ տան ղեկավարը, բայց նրանք դեռ պետք է դա անեն, կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, հավելել է Թրամփը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Քննարկվել են Թուրքիայի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունները, Ռուսաստանի դաշնության եւ Ուկրաինայի հակամարտությունը, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։ Զրույցի ընթացքում Էրդողանը շեշտել է, որ Անկարան կրկին կստանձնի Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան իր դաշնակիցներից համագործակցություն է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարում։ Նա վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է գործադրել անհրաժեշտ ջանքերը ՆԱՏՕ-ի հզորությունը պահպանելու համար։ Թուրքական կողմից հանդիպանը ներկա են եղել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը եւ նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիվ Քըլեչը։ Եվրոմեդիա 24-ի տեղեկություններով Ստամբուլում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ըստ տեղեկությունների արդեն Ստամբուլ են ժամանել երկու երկրների նախագահների աշխատակազմերի ներկայացուցիչները, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը եւ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Ստիվ Ուիտկովը։ Իսկ ռուսական կողմը, ինչպես հայտնի է, դեռևս չի հրապարակել իր պատվիրակության կազմը։ Կրեմլը կհայտարարի Ստամբուլում կայանալիք բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը, հենց որ նախագահ անհրաժեշտ համարի, հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը կմեկնի Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին նախատեսված են Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի բանակցությունները, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի բանակցություններին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հրադադարի հաստատումից հետո։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Այո, իհարկե, ես դա կանեմ թափանցիկ ձևով, Զելենսկու եւ եվրոպացի գործընկերների հետ համակարգված։ Նրա Պուտինի հետ երկխոսությունը անհրաժեշտ է։ TF1-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը, պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստ է բանակցել Ռուսաստանի առաջնորդի հետ հրադադարի դեպքում։ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել բարելավել հարաբերությունները Իրանի հետ, չնայած այն հանգամանքին, որ դատապարտում է Թեհրանի գործողությունները, որոնք անցյալում հանգեցրել են ճգնաժամի ամբողջ տարածաշրջանում։ Մայիսի 13-ին Սաուդյան Արաբիայում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե մենք կարողանանք դա անել, ես շատ ուրախ կլինեմ։ Մերձավոր Արևելքը եւ աշխարհը կդառնան ավելի անվտանգ վայր։ Ես բազմիցս արտահայտել եմ իմ հազարությունը վերջ տնելու անցյալի հակամարտություններին եւ կառուցելու նոր գործընկերություններ, ավելի լավ եւ ավելի կայուն աշխարհի համար։ Նույնիսկ եթե մեր տարաձայնությունները կարող են խորը լինել», ասել է Թրամփը։ Սակայն եթե Իրանի ղեկավարությունը չհամաձայնվի, Միացյալ Նահանգները այլ ընտրանք չի ունենա, քան շարունակել առավելագույն ճշմարտ քաղաքականությունը եւ ձգտել իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնել, նշել է ամերիկացի առաջնորդը։ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում վերսկսվել են զինված բախումները ազգային համաձայնության կառավարության ուժերի եւ կայունության աջակցության ապարատի միջև, հայտնում է All Wasat-ը։ Հրատարակության տվյալներով մարտերը սկսվել են Լիբիայի նախագահական խորհրդում SSA-ի ղեկավար Աբդել Ղանի Ալ-Քիկլիի լիկվիդացումից հետո։ Նա սպանվել է Տրիպոլիի ռազմական շրջանի 444-րդ բրիգադի շտաբում, որից հետո բրիգադը հրաման է ստացել գրոհել SSA-ի շտաբը եւ անցնել հարձակման։ SSA-ի ուժերը տեղակայվել են քաղաքի մուտքերի մոտ, ներառյալ դեպի Միտիգա միջազգային օդանավակայան տանող ճանապարհը եւ դեպի իրենց շտաբ։ Ականատեսները հայտնել են դեպի Միտիգա զսպող ուժերի եւ դատական ոստիկանության ռազմական շարասյունի շարժման մասին։ Ռուսաստանում ԱՄՆ-ի եւ ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլ է նախատեսված, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա զերծ է մնացել բանակցությունների կոնկրետ ժամկետը նշելուց, ասելով, որ դա կախված է նրանից, թե ինչպես կիրականացվեն մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կախված նրանից, թե ինչպես կիրագործվեն ամերիկացիների հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք կորոշենք, թե երբ է լավագույն ժամկետը բանակցությունների այս նոր փուլն անցկացնելու համար, ասել է Ռյաբկովը։
ՌԴ մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտը հայտնում է, որ Մոսկվայում երեկոյան անձրևի պատճառով խցանված երթևեկություն է եղել։ Քաղաքի որոշ վայրերում անձրև է գալիս, հոսքի միջին արագությունը 22 կմ/ժ է, հաղորդում է գերատեսչությունը։ Տրանսպորտի դեպարտամենտի տվյալներով երթևեկության վրա ազդում են եղանակային պայմանները, տեղական սահմանափակումները, ճանապարհների նորոգումը եւ մանր վթարները։ Yandex Maps ծառայության տվյալներով մայրաքաղաքի ճանապարհների խցանումները գնահատվում են 8 բալ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին ժամը 20:45-ից մինչև 21:30 ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների մասնակցությամբ։ Որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու եւ տնօրենին նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու Ավելին, նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում օրենսդրական ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու եւ կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային եւ բազմաշերտ խնդիրների մասին, ասված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել են Երևանում գտնվող տարածք եւ հողամաս։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով հերթական հատիկ առ հատիկ շարքի տվյալները, որով ներկայացնում է, թե ինչ գույք կամ որքան գումար է վերադարձվել պետությանը։ Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25.6 քառակուսի մետր մակերեսով տարածքը եւ բնակավայրերի նշանակություն ունեցող հողամասը, որպես ապօրինի ձեռք բերված գույք։ Շուկայականին մոտարկված արժեքը 830 միլիոն 847 հազար 411 դրամ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրբազան պայքարի երիտասարդները շարունակում են մայրաքաղաքի տարբեր վայրերում իրականացնել «Չեմ վստահում» ակցիաներ։ Նրանք այս անգամ Արշակունյաց պողոտայում պաստառ են կախել «Չեմ վստահում» Նիկոլ Փաշինյանի իշխանությանը գրությամբ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը եւ կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես ՀՀ կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Մայիսի 13-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը։ Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ չէ Ստամբուլում հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, բացի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Ստամբուլում բանակցային գործընթացի սկզբունքային կառուցումն ակնհայտ է։ Կամ մի մարդ, ով որոշում է կայացնում Ուկրաինայի կողմից եւ համապատասխանաբար կամ մի մարդ, ով որոշում է կայացնում Ռուսաստանում։ Մնացածը ֆորմալ ներկայություն է, հայտարարել է Պոդոլյակը։ Նրա կարծիքով ավելի ցածր մակարդակի հանդիպումներն ավելի քիչ արդյունավետ են եւ անիմաստ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է Իսրայելին Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների մասնակիցների թվից։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։ ԱՄՆ-ն շարունակում է անակնկալներ մատուցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հեռացնելով Իսրայելին նրա կնքած գործարքներից։ Հաջորդ քայլը կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի հետ հնարավոր քաղաքացիական միջուկային գործարքը, որը կշրջանցի Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների
իշխանությունների կարգավորման նախնական առաջարկը Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի միջև պաշտպանական դաշնագրի դիմաց, ասված է հաղորդագրության մեջ։ Պարբերականի կարծիքով դրա պատճառը Գազայի հատվածում ռազմական գործողության վերսկսման Իրանի պլաններն են։ Առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանության անհնար է հասնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղ համաձայնության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Ոչ մի գործարք չի լինի առանց նախագահ Պուտինի հավանության, ասել է նա, հավելելով, որ պետք է խոսել այս հակամարտության ցանկացած շահագրգիռ կողմերի հետ։ Ուիթքոֆը նշել է, որ կապի մեջ է ոչ միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների, այլև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաների հետ։ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը հունիսի 5-ին վիրտուալ լսումներ կանցկացնի Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցին, ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։ Լեռնային Ղարաբաղում կրոնական օբյեկտները մնում են սպառնալիքի տակ, մինչդեռ ադրբեջանական իշխանությունները ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը։ Ընդգծվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Փետրվարին ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը այցելել էր Ադրբեջան, ուսումնասիրելու երկրում կրոնական ազատության վիճակը եւ հանդիպելու կրոնական համայնքների ներկայացուցիչների, իրավապաշտպանների եւ պետական պաշտոնյաների հետ։ 2025 թվականի իր տարեկան զեկույցում հանձնաժողովը խորհուրդ է տվել ԱՄՆ պետդեպարտամենտին ներառել Ադրբեջանը հատուկ դիտորդական ցուցակում կրոնական ազատության լուրջ խախտումների համար, ասվում է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ի փոխարեն կկենտրոնանա Եվրոպայի երկրների վրա, ավելի կայուն աջակցություն ստանելով ակնկալիքով։ Այս մասին հայտնում է Spectator պարբերականը։ Սպիտակ տան բարեհաճությունը ստանալու կամ Կրեմլի հետ բացահայտ սիրախաղանելու փոխարեն Զելենսկին այժմ ձգտում է միասնական եվրոպական աջակցություն ստանալ, ասվում է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ հրատարակությունն ընդգծում է, որ Կիևի եւ Մոսկվայի միջև Ստամբուլում հնարավոր բանակցությունները ամենայն հավանականությամբ կօգտագործվեն Զելենսկու կողմից ոչ թե հակամարտության կարգավորման համար, այլ Ռուսաստանին որպես անհաշտ կողմ ներկայացնելու նպատակով։ Հռոմի Լևոն 14-րդ պապը ծրագրում է այցելել Ուկրաինա, այս մասին հայտում է իտալական La Repubblica թերթը։ Հոդվածագիրը նշում է, որ նոր պոնտիֆիկոսը մտադիր է այցելել նաև Թուրքիա եւ Պերու։ Այս երեք նահանգները կլինեն առաջիններից, որ կայցելի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ընտրվելուց հետո։ Մայիսի 12-ին Հռոմի պապ Լևոն 14-րդը Վատիկանում ասուլիս է անցկացրել համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, հանդիպման ընթացքում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը խոսել է իր քաղաքալության շրջանի հիմնական ծրագրերի ու նպատակների մասին։ Նա նաև կոչ է արել դադարեցնել բևեռացնող բառերի պատերազմը, որը բաղկացած է կուսակցական եւ գաղափարական հարձակումներից եւ ատելությանը տեղ չթողնել։ Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 13-ից 3-ը 14-ից 15-ին հանրապետության առանձին վայրերում եւ Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ եւ կարկուտ։ Երևանում մայիսի 13-ից 3-ը 14-ից 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ։ 13-ից 15-ին առանձին հատվածներում հորդառատ ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում։ Մայիսի 16-ից 3-ը 17-ից 18-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 13-ից 3-ը 14-ից 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 16-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 17-ից 18-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ից 3-ը 14-ին աստիճանաբար կնվազի եւս 3-ից 6 աստիճանով։ 16-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 աստիճանով։